հետ։ Ես այսօր ներկայացնում քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնը Երևանի Պետական համալսարանի ու թեև այս վերջին հրապարակումներս հետազոտությունս վերացման մասն են, բայց կփորձեմ հնարավորինս քիչ մի մասում երևի դրանք անդրադառնամ, որովհետեւ արդեն շատ հնչեց ու կիսում եմ այդ կարծիքները, որոնք հնչեցին, բայց եթե գանք քաղաքագիտությանը, կերականությանը ու նայենք թե ինչու կան ժողովրդավարությունները կամ ինչ պայմաններում իրենք չկան, չեն կարող անտեսել են հանգամանքը կամ են դոգման անգամ, որ ժողովրդավարությունները դրանք միշտ բացառություններ են։ Ժողովրդավարությունը դա հասարակական կարգի կազմավորման, կազմակերպման նորմալ ձևը չէ, եթե ակտիվ գործողություններ չլինեն դա ստեղծելու եւ պահպանելու համար։ Ու այն ինչը կա ցանկացած ժողովրդավարական ձեռքբերման արդյունքում, դա ինչ որ իրադարձությունների նորմալ ընթացքի եւ հոսքի արդյունք չէ, այլ մշտական ջանքի եւ միտումնավոր ջանքի արդյունք։ Այսինքն նորման հենց ժողովրդավարության բացակայությունն է, երբ քաղաքական համակարգում ցանկացած համակարգ է քաղաքական, հա, որտեղ կա ինչ-որ ռեսուրսներ եւ դրանց համար պայքար, թե ով է ստանում այդ ռեսուրսները, երբ ու ինչքանով ու ով է դրանք կառավարում ու բաժանում, այդ բնական միտումների արդյունքում բերում է ինչ-որ ավտորիտար դերսևորումների, ուժի կենտրոնացման, ռեպրեսիվ ապարատի եւ այլն, որովհետեւ ցավոք սրտի մրցակցությունն ու մարդկայունությունը համեմված մասնավոր սեփականության հետ բերում է այդ իրավիճակին։ Ավարտելով մատերիալիստական մարքսիզմի այս ներածությունը, եթե գանք նրան թե ինչ տենդենսներ կան ու ինչով են, ոնց են պետությունները, ժողովրդավարությունները ավտորիտանում, ապա վերջին, ոչ միայն վերջին շրջանում, բայց այսինքն ժողովրդավարությունները ինքնին էլ էս ձևով ինչ որ գիտենք բավական ժամանակակից երևույթ են, բայց այս համակարգերում ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց ամենատարածված ձևը ժողովրդավարության հետընթացի դա ընտրված ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների կողմից իրենց կողմից այդ համակարգը քանդելուն ուղղված գործողությունների արդյունքում է տեղի ունենում։ Այսինքն 5-ից 4 դեպքը հետընթացի դա ընտրված իշխանություններն են անում, օգտվելով եւ օգտագործելով օրենքները եւ ազատական սահմանադրության թույլ տրված բոլոր մեխանիզմները։ Ինքը շատ հազվադեպ է տեղի ունենում ինչ որ առեսվածային կինոների պես, որ եկավ մի հատ տիրան ու դա քանդեց ու համակարգը փոխվեց, ու այդ ավելի հեշտ կլիներ երևի կանգնեցնել, որովհետև այդ վտանգը այնքան մեծ կլինի եւ այնքան ճճացող, որ բնականաբար պետք է ինչ-որ մի բան անել, հա։ Մոբիլիզացիան իր հեշտին, դիմադրությունը, բայց երբ որ դա տեղի է ունենում կաթիլ շատ մեծ ժամանակաշրջանի ընթացքում, ապա եփած գործի, որ Կարեն ներկերել վերջերս դրա մասին, որ այդ դու դրա մեջ ես, եփվում է ջերմաշրջանը անընդհատ բարձրանում, բայց դու այդ մի ջերմաշրջանի բարձրացումը չես նկատում։ Մեկ էլ մի պահի արդեն եփվել ես։ Ինչ մեխանիզմներ ու որն է սրա գլխավոր կարծում եմ, նաև քրագանության հենասյուներից, որ քանդվում է ու բերում է դրան, այդ ամենավտանգավոր դատական իշխանությունն է։ Հատկապես պարլամենտական պետություններում, որտեղ առաջին հերթին պետք է հորիզոնական սահմանափակումները գործեն ինստիտուտների, որը գործադիր որն էլ գրեթե միշտ տանում է ավտորիտացման, օրենսդիրը, որը պարլամենտարիզմի պարագայում շատ մեծ սինխրոնիզացիայի մեջ է կառավարության հետ, այսինքն մնում է դատականը որպես հիմնական լծակ այդ անելու ու հենց դատականն է անկում, ապա այդ արդեն շատ ավելի արագ է տեղի ունենում։ Մյուսը այդ անկյունագծային դիմադրողականությունն է, որի քայքայումն էլ կարող է բերել, այս մեդիան ու քաղաքացիական հասարակությունն են, ու վերջինը ուղղահայացը, որը ընտրողներն են, ընտրական գործընթացները, պայքարը ընտրական ու ընտրությունների միջոցով ավտորիտարին պատժելու մեխանիզմը։
Հիմա այստեղ որ ասես մի տեղ մենակ ասեմ բևեռացման մասին, այստեղ եմ հենց ուզում ասել, որ բևեռացումը իմ համար ամենավտանգավոր հետևանքը բևեռացման ժողովրդավարության այս պատժիչ գործիքի վերացումն է կամ թուլացումը, որովհետև եթե ոնց է դա աշխատում, ժողովրդավարությունը հա վատ ղեկավարը ոչինչ թող մնա մյուս ընտրություններին չես ընտրի իրան մրցակցին կընտրես, բայց երբ որ բևեռացման պայմաններում դու ամեն դեպքում տեսնում ես սխալները, բայց քանի որ այն տիպի է ատելությունը եւ թշնամանք այդ բևեռների միջև դու ներում ես իրենց, որովհետեւ այն մյուս ճամբարին ավելի վատն ես համարում։ Իսկ այն պատժիչ գործողությունը, որը դու քո քվեով անելու ես, էլ չես անում, որովհետեւ ինչքան էլ վատ լինի, լավ, բայց գոնե այն չի, հա, ու կարծում եմ այստեղ է մեր ամենամեծ ու տեսանք այսինքն այս ընտրությունում այստեղ ինչ որ կարծում եմ շատ խորանալու անհրաժեշտություն էլ չկա։ Մի հատ շատ հետաքրքիր բան կա, շրջանակ նայելու ու վերլուծելու թե արդյոք կա ավտորիտար միտումներ թե չէ, այս 7 ուղղությունների կամ գործողությունների 7 ձևերի բաժանվում է տեսական մոդելը, դրանցից 4-ը ինստիտուտներին են վերաբերվում, 2-ը վարքին եւ 1-ը արժեքներին, ուրեմն ինստիտուտներին եթե նայենք արդյոք իրենց մոտ կա այդ անկումը թե ոչ, այստեղ կան կանոնների շրջանցում, այսինքն երբ որ ավտորիտարը կամ գործադիրը պարզապես անտեսում է ինչ-որ կանոն ու անում իր ուզածի ձևով, հետո կանոնների մանիպուլյացիա, այսինքն իրենք կան, բայց ինչ-որ ինտերպրետացիաների փոփոխություն կա, ու ես կարծում եմ մեր մոտ ամենա տարածվածներից է կամ ամենաշատ հանդիպողներից է, օրինակ սա կարծում եմ, որ շատ է օգտագործվում կալանքների մասին որպես պատժի միջոց, որ Տիգրանը նշեց, այսինքն երբ շատ մեծ ինտերպրետացիայի է ենթարկվում սահմանադրական կարգի հանդեպ ոտնձգությունները, այսինքն ինչ-որ շատ այլ հավասար պայմաններում խոսակցական սովորական արտահայտությունը կարող է համարվել ատելության խոսք, բռնության կոչ, սահմանադրական կարգի հանդեպ ոտնձգություն, հա, հետո շատ կարևոր գործիքներից է, որ օգտագործվում է էլի ստանդարտ կաթիլ կիրառվող մեթոդներից է, այդ ինֆիլտրացիան է կամ ներթափանցումը ինստիտուտների մեջ, երբ այն կարևոր ինստիտուտները, որոնք պետք է ունենան սահմանափակող հակակշռող տեր, ներդրվում են ոչ բարի առաջին կամ ավելի հայտնի իմաստով, յուրայիններով, որպեսզի այդ կառույցները ավելի համագործակցային դառնան ոչ բարի դրական իմաստով։ Այստեղ կարծում եմ, որ երևույթներն էլ են մեր մոտ շատ, օրինակ ԲԴԽ-ի դեպքում հանրային հեռարձակողի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, սահմանադրական դատարանի ու ինձ թվում է մեր մոտ նաև հետաքրքիր մի տենդենս կա, որ նաև կա ինչ-որ ձև, երևի հենց այդ երևի նույն ձև չի ինչ-որ ինստիտուտների, բայց նաև քաղաքասարակության, ցանկալի քաղաքասարակության ստեղծում, հա, երևի լոյալ, հա, կարելի է ասել, նույն ինքը սահմանադրական խորհրդում, սահմանադրական բարեփոխումների կամ սահմանադրության փոփոխության արդեն, չէ, դիմա ոնց է կոչվում այդ ինստիտուտը, նոր սահմանադրության խորհրդում։ Հետո մյուս բանն է կրկնօրինակումը ինստիտուտների, այսինքն կան ինչ-որ բաներ, իրենք պետք է իրենց դերը կատարեն, բայց ոչ թե իրենց փոխում ես, այլ մի հատ իրենց զուգահեռ նմանատիպ ֆունկցիաներով ինստիտուտ կարող է ստեղծել, որը կարող է քո համար ավելի կառավարել լինել, այս կարճ կապեմ, վարքի դեպքում կան սահմանափակումներ եւ արգելքներ, սահմանափակումները դե ֆակտո, օրինակ այստեղ կարծում եմ ընտրական իրավունքի սահմանափակումը հենց դե ֆակտո եւ դե յուրե ամենացածուն օրինակներից է մեր մոտ եւ արգելքը կալանքի էլի օգտագործումը թե արգելելու համար քաղաքական գործունեությամբ զբաղվելու դե ֆակտո, այսինքն ֆիզիկական արգելքներ կամ իրավական արգելքներ ստեղծելով ու արժեքայինը այս վերջին արժեքների փոփոխությունը ստանում է ապա լեգիտիմացման, հա, այսինքն այն բաները, որոնք պետք է գործեին որպես հակակշիռներ, այլևս գործում են դրա սիմվոլիկ կամ բարոյական իրավունքը անելու։ Եթե դատարանները դա անելու են, ապա դատարանները ծախված են, անկախ չեն կամ էս ինչ։ Եթե ընդդիմությունն է դա անելու, ապա իրենք օտար ազդեցության գործակալ են, եթե եւ այլն, հա, այսինքն այն
Եթե շատ ընդարձակենք սա, ապա կարող ենք նաև նոր Հայաստանի գաղափարախոսությունը մտցնել սրա մեջ, որ այն պոստուլատները, որոնք ունեն քաղաքական պայքարի մեջ կյանքի իրավունք, այն որոնք մեր քաղաքական նորմերի մաս են, դրանք ապա լեգիտիմացվում են ու դառնում պարսավելի, եթե ոչ անգամ կարող է ու սրա մեջ ես նաև կմտցնեի եկեղեցու հետ կապված ու նաև կարծում կրկնօրինակման էս որ ասացի որ կա կրկնօրինակման ձև, այդ կարծում եկեղեցուն էլ է վերաբերվում, որովհետև եկեղեցուն զուգահեռ ստեղծում է ինչ-որ հոգևորականների խումբ, որը զուգահեռ կառույց է դառնում, եթե այդ տենդենսը, որը կար, հիմա մի քիչ սառած վիճակում է, հա, բայց կարծես թե ստեղծում է մի հատ ինչ-որ եկեղեցականների խումբ, որը առանձին ինստիտուտ էր դառնում։ Այսքան է երևում։ Շնորհակալություն։ Խոսք եմ տալիս երկրորդ մասում փորձել ավելի դեռ երկրորդ մասին կասենք, դեռ առաջին մասում ձեզ հարցեր կան եւ դու խոսեցիր դատական իշխանության մասին, նշեցիր, որ ամենաթցուն օրինակը ժողովրդավարության հետ ընթացի կապված է փորձերի հետ դատարանները ավելի լոյալ դարձնելու։ Արդյոք կա այդպես կոռելացիա կապ պոպուլիստ իշխանությունների եւ դատական իշխանությունը գործադիրին ենթարկեցնելու փորձի մասին, որովհետեւ օրինակ Հունգարիայում Օրբանի իշխանության օրոք փորձ արվեց դատական իշխանությունները Լեհաստանում, այդպիսի գործընթաց գնաց մի քիչ այլ կերպ Վրաստանում տեղի ունեցավ, ինչ որ գործարքի գնացին դատական իշխանության հետ արդյոք այդ կոռելացիան կա, թե տարբեր մեթոդներով է դա տեղի ունենում, եթե զուգահեռ անցկացնենք այլ երկրների հետ, մասնավորապես Հունգարիայի եւ Լեհաստանի։ Ես դատական ոլորտի մասնագետ չեմ ու կսդեմ, եթե ասեմ տիրապետում եմ մեր այդ ոլորտին այնքան, հա, եթե ինչերի միջև կոռելացիա նկատի ունես։ Պոպուլիստ իշխանությունների եւ դատական իշխանությունը գործադիրին ենթարկեցնելու կապ կա, արդյոք թե չէ, որովհետեւ մենք ականետ տեսանք, որ հենց Օրբանը եկավ իշխանության անմիջապես սկսեց սահմանադրական դատարանը, գերագույն դատարանը ենթարկեցնելու փորձ Լեհաստանում, միջև վերջին ընտրությունները փոփոխությունը իշխանության նախկին իշխանությունը գնում էր այդ քայլերի եւ լուրջ կոնֆլիկտ են ունենում Եվրամիության հետ, Եվրամիությունը սառեցնում էր միլիարդավոր եվրոների աջակցությունը Լեհաստանին ու Հունգարիային, որովհետեւ դատական իշխանության անկախությանը սպառնացող քայլեր են անում։ Հայաստանը միլիարդներ չի ստանում, բայց Հայաստանը նաեւ արգելանք չունի ինչ որ մեկի կողմից սանկցիաների, այսպես ասած, ճակերտավոր ինչպես պիտի այս հարցը լուծվի Հայաստանում։ Սանկցիաներ չէ, բայց պարտավորություններ ունենք մենք, բայց ոնց են, ինչ կոռելացիա կա հենց պոպուլիստների ու դրա միջև, շատ հաճախ հանդիպող երևույթ կա պոպուլիստների կողմից ժողովրդական արդարադատության հղում անելու, այսինքն հա կա ինչ-որ արդարադատություն, իրավունքի կերակայության, պրոցեդուրալ իր բարդություններով, որ անգամ բոլորը կարող է իմանալ, որ այն մարդը հանցագործ է, հա, բայց օրենքի կերակայությունը թույլ չի տալիս մարդուն զուտ, որ բոլորս գիտենք դրա մասին, տանել միանգամից բանտում, այլ կա այդ գործընթացները պահելը պետք, որը իհարկե պոպուլիստների համար դժվար է, որովհետև տրվել են խոստումներ, որոնք կարող է եւ օրենքի կերակայության նորմերին հետևելով հնարավոր չէ պահպանել, կա նաեւ քաղաքական նպատակահարմարություն դա արագ անելու կամ ինչ որ կոնտեքստում անելու, որը մենք տեսնում ենք, որ շատ հաճախ են դեպքերը, որոնք Հայաստանում այդ մոտիվացիայով են տեղի ունեցել, այսինքն ավելի շատ արձագանք են եղել ինչ որ անցանկալի խոսքի կամ դրսևորման կամ գործողության, շատ հաճախ հետաքննող մարմինը չի կարողանում հիմնավորի կամ այն գործիչները, որոնք բոլորը գիտեն, թե ինչեր են արել, հա, այդպես էլ ինչ որ մի հատ չապացուցելի կամ չհիմնավորվող գործով գնում են դատարան ու արդարանում են, հա, որն էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում երևի դրանից հետո։ Մյուս, այսինքն այս հղում անելով ժողովրդական արդարության, անգամ արդարադատությանը չէ, ինչ որ շրջանցել գործող կանոնները եւ մի բան է կա, որ պոպուլիստների գլխավոր առնվազն դիսկուրսային թշնամին է էլիտաներն են։ Այսինքն պետք է ասել, որ կա մի հատ շրջանակ, այս էլիտաներն են, իրանք վատն են,
ժողովուրդը լավն է, մենք էլ ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք այս մեր ժողովրդական լեգիտիմությունը թույլ է տալիս շրջանցել ինչ-որ բաներ, որովհետև սա ուղիղ արտարադատություն է կամ ուղիղ ժողովրդավարություն է, ագորան է գործում եւ այլն, որոնք շատ հրաշալի են հնչում, բայց իրենք նաեւ այն զսպիչ մեխանիզմները, որոնք կան, որոնք այս մի դեպքում կարող է իրոք համապատասխանի այդ մարդու դեմ գործողությունը իր արած մեղքերին, թեև շրջանցելով իրավական գործընթացը, բայց եթե այդ նոր գործիքը ստեղծվում է, արդեն շատ ավելի անմեղ շրջանակների վրա դա կարող է օգտագործվել, դրա համար միակ անհրաժեշտ պայմանը ապացուցել, որ այդ մեկ թիրախը էլիտայի ներկայացուցիչ է, այլ ոչ թե արդար ժողովրդի։ Հիմա Նարեկի քաղաքական սահմանումները հաշվի առնելով, որ նշում է, որ ժողովրդավարությունը աննորմալ երևույթ է եւ նորմալ գործընթացի պարագայում ժողովրդավարություններ չեն լինում, այսինքն պետք է միտումնավոր միջամտություն, անընդհատ ջանքեր, որպեսզի ժողովրդավարությունը աշխատի եւ այլն, փորձենք հասկանալ ինչ աննորմալ ջանքեր պետք է գործադրի քաղաքացիական հասարակությունը, միգուցե միջազգային գործընկերները եւ այլ դերակատարներ, որպեսզի այդ աննորմալ ժողովրդավարական համակարգ կայանա եւ մեզ մոտ աշխատի իշխանությունների տանջատման սկզբունքը, խոսքի իրավունքը, անկախ խոսքը եւ այլ հիմնարար իրավունքներ։ Սկսենք Տիգրանից, խոսելով քաղաքասարակության եւ միջազգային դերակատարների մասին, այնուհետեւ կանցնենք Կարենին, կխոսենք մեդիայի մասին